Հոգեբանության զարգացման հեռանկարները Հայաստանում։ Այս խորագիրն է կրում Մանկավարժական համալսարանում մեկնարկած գիտաժողովը նվիրված ակադեմիկոս հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մկրտիչ Մազմանյանի 115-ամյակին։ Ինչքան շատ են խնդիրները, որոնք վերաբերվում են կրթության, ուսուցման, փոխներգործման, երկխոսության, թվում էր, թե այդ հիմնախնդիրների վերաբերյալ ոչինչ այսպես ավելացնելու չկա, պարզվում է բացարձակապես նոր էջ ենք սկսել։ Գիտաժողովի նպատակն է վերլուծել ժամանակակից հասարակության հոգեբանական առանձնահատկությունները հիմնվելով անցյալի գիտական փորձի վրա։ Ռեկտորի խոսքով արդի խնդիրների բացահայտումն ու դրանց լուծումների փնտրտուքը հնարավոր է միայն ուսանողների ներգրավմամբ։ Հարգելի ուսանողներ, մենք հույս ունենք, որ այն անհայտները, որոնց վերաբերյալ մենք փորձ ենք անում մեկնաբանություններ տալ, մենք պիտի լուծենք ձեր օգնությամբ։ Քանզի երկխոսության լավագույն տարբերակը դուք կարող եք առաջարկել ձեր մոտեցումներով, ձեր հետազոտություններով, ձեր որոշակի գիտական հետաքրքրությունների շրջանակներում այն հարցերով, որոնք վերաբերվում են այսօրվա երեխային։ Ով է նա, ինչպիսին է նա։ Գիտաժողովին ներկայացվում են Հայաստանում հոգեբանության զարգացման միտումները, ժամանակակից մեթոդաբանությունը։ Կարևորվում է հատկապես մանկավարժական, իրավաբանական, սոցիալական հոգեբանության անհրաժեշտությունը։ Ապագա մասնագետներն այս ուղղություններն ուսումնասիրում են հենց մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերով։ Մեր համալսարանում իրավաբանական հոգեբանությունը ոչ միայն բակալավրիատի ծրագրում է դասավանդվում է նաև բակալավրիատում դատահոգեբանական փորձաքննություն առարկան, մենք ունենք նույնիսկ իրավաբանական հոգեբանության մասնագիտացում մագիստրատուրայում։ Հոգեբանությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնագիտության մեջ, աշխատավայրում, կյանքում։ Կազմակերպիչները վստահ են, նման միջոցառումները կնպաստեն երիտասարդներին դեպի գիտության ոլորտ բերելուն, աշխատաշուկայում լրացնելով որակյալ մասնագետների պահանջը։ Արամ Մանանդյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։